Թրամփի ուղուն վերադառնալով, այստեղ գլխավոր անորոշությունը, որ կա եւ քննադատության առիթ է տալիս, այսպես կոչված front office back office-ի փոխադարձելիության սկզբունքն է, եթե կարճ ներկայացնեմ, ինչ է front office-ը, սահմանային որոշակի ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեցող աշխատակիցներով, բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ենթարկող front office-ը արդեն մեր պետական ծառայություններն են, մեր քաղաքացիներով բնականաբար մեր օրենսդրությամբ։ Հիմա հարց է առաջանում, մինչև հիմա չենք հասկանում, արդյոք Ադրբեջանում նույն կերպ է գործելու, լինելու է back office եւ front office եւ մեր քաղաքացիները եւս հանդիպելու են ոչ թե Ադրբեջանի քաղաքացիների, այլ երրորդ երկրի քաղաքացիների։ Տեսեք, հարցը ճիշտ ընկալելու համար էլի կապեմ նախորդ հարցի պատասխանի հետ, մենք տրիպը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետեւ այդ տրիպը օգոստոսի 8-ին էր ինքը քաղաքական հայտարարություն։ Հիմա տրիպը վերեացվել ներդրումային ծրագրի, որտեղ Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը, իդեպ ես մոռացա նախորդիվ տոկոսների հետ կապված հարցին անդրադառնամ, նշեմ որպեսզի չմոռանամ, որովհետև շատ կարևոր մի հարց է, եւ մենք այդ թվում front office back office-ը պետք է ընկալենք եւ այդպես է իրականում ներդրողի ցանկությունը եւ ներդրողի ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ եւ գրավիչ ծառայություններ, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից, որովհետեւ մենք ասում ենք մարդիկ front office back office, բայց front office-ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինել արհեստական բանականություն, այլ լինել գերժամանակակից սարքավորումներ եւ այդ front office-ի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը եւ այլն։ Օրինակ, եւ ընդ որում ես ուզում եմ ասել, շատ կարեւոր է այդ նման մոդուլներ, օրինակ մենք զարգացած եւ զարգացող շատ երկրներում տեսնում ենք օդանավակայաններում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քաթարում, եվրոպական երկրներում եւ այլն, եւ մենք աշխատելու ենք, որ նման ծառայություններ արդեն մեր այլ տրամաբանությամբ ունենանք մեր բոլոր սահմանային անցակետերում, մեր օդանավակայանում, հիմա մենք ներդրում ենք բիոմետրիկ անձնագրերի համակարգ եւ մեր նպատակն ինչ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ բիոմետրիկ անձնագիր ունեցող այլ երկրների քաղաքացիները գնան ուղղակի առանց կանգառների մտնեն Վարչապետ, դա ոչ թե վատ, այլ շատ լավ է, բայց համաձայնեք, որ այս հարցը նաև քաղաքական կոմպոնենտ ունի եւ դրա համար հարցնում եմ, բա Ադրբեջանի մասում ինչ է լինելու։ Ես դրա համար ասում եմ, տրիպը ներդրումային ծրագիր է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանում տրիպ չկա եւ հետեւաբար ես չեմ կարող ասել Ադրբեջանում ինչա լինի։ Հասկանալի է եւ տոկոսների մասը։ Որ երկու երկրներում է սահմանային անցումները եւ այլը գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների հաղորդակցության հասանելիություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։